Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մեհրաբյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Սիրով, միշտ սպասված հյուր եք մեզ մոտ։ Պարոն Մեհրաբյան, ընտրակաշառք տալ ստանալու մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Արթուր Ավանեսյանը, նույն ինքը Կանդազը։ Սա առաջին դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանի Վերջինն էլ չի լինելու։ Այսինքն սա իրենց մոտ ըստ էության համակարգային կամ արժեհամակարգային կամ ավանդույթ դարձած մոտեցում է։ Դուք հասացիք։ Եվ այս հարցին պետք է այդ հարցի թիվ 1 հասցեատերը ըստ էության իրավապահ համակարգն է եւ դատական իշխանությունը։ Կա հանցավորություն եւ կա կազմակերպված հանցավորություն։ Զգում եք չէ՞ տարբերությունը։ Իհարկե այն, որ յուրաքանչյուր հանցակազմի համար կա անհատական պատասխանատվություն, դա ոնց որ հիմնարար սկզբունքներից է իրավաբանության, բայց մենք պետք է մեզ հարց տանք, սա ինչ է, այսինքն կա X մարդ, ով ինքնագլուխ ի հեճուկս իր ազնիվ ուժեղ կուսակցության ինչ որ ղալատներ է արել առերևույթ, հա, եւ իրավապահ մարմինները բացահայտել են տարբերակ 1 եւ տարբերակ 2, որ ձևավորվել է մի ենթակառուցվածք հենց այդ ֆունկցիան իրականացնելու համար, հիերարխիկ իր սուբորդինացիայով եւ իրավապահ մարմինները ուղղակի բացահայտել են դրա ֆրագմենտներից մեկը։ Եվ այս հարցի պատասխանը մենք ունենք, մենք չունենք։ Մենք ունենք ակնկալիք, որ կունենանք, ակնկալիք կունենանք, ունենք ակնկալիք, բայց կարողություն կա մեկը մյուսից զանազանելու։ Ես չգիտեմ, կապրենք կտեսնենք, բայց նաև ուզում եմ հարց տալ։ Սա առաջի դեպքը չի եւ նաև մենք Ռուսաստանից եկած ապօրինի կանխիկ գումարի բացահայտումների դեպքեր գիտենք, չէ՞ էլի շատ հասցեական ում համար ինչի համար եւ այլն։ Այս ամենը իրար սենց համադրելով հարց առաջանում, չէ՞, լավ էլ ինչ անեն, որ ընտրության արդարությունն ապահովվի։ Ընտրության արդարությունը ոչ թե միայն քվեարկության օրն է կամ քվեարկությամբ է որոշվում կամ սահմանվում, այլ ողջ ընտրապայքարի ընթացքում, որն ավարտվում է քվեարկությամբ։ Մասա նման է մի վազքի մրցումի, որտեղ դոպինգ թեստեր չեն հանձնում։ Եվ ով ինչ ուզում իրեն սրսկում է ու դուրս է գալիս ստարտի։ Ու ասենք դատավորների վեճը չի, համարում են նորմալ, համարում են դե դեմոկրատիա, բայց ասում են գող, ավազակ, չգիտեմ, օլիգարխ, մարդասպան, կաշառակեր եւ այլն եւ այդ ագենտ։ Այդ բնորոշումները հանցակազմի բնորոշիչներ են եւ քրեական օրենսգրքում սահմանված է թե ինչ է հասնում դրա համար։ Եթե դուք մեկին անվանում եք գող հրապարակայինորեն, ապա այստեղ կարող է լինել միայն 2 տարբերակ։ Դա բոլոր դեպքերում պետք է վարույթ ընդունի, որովհետև խոսքը վերաբերվում է քրեական հանցագործության մասին։ Ուրեմն այդ հետաքննության արդյունքում կամ դուք ճիշտ եք, նա գող է եւ նա պետք է իր պատիժը կրի իր գողության համար, կամ դուք զրպարտում եք եւ դուք պետք է պատժվեք զրպարտության համար, որ ազնիվ մարդուն կոչել եք գող, բայց դա չի կարող լինել անհետևանք եւ բառերը նման ձևով թափրտել ու ոչինչ տեղի չունենա դրա արդյունքում։ Այսինքն ոչ թե առանձին դեպքերի համար պետք է պատիժ կրեն, այլ հենց ուժը իր համակարգային մոտեցման համար չէ։ Համակարգային բնորոշ
այդ դետալները պետք է բացահայտվեն նաև։ Ես այնուամենայնիվ որ ասում եմ կապրենք կտեսնենք, դա նշանակում է, որ ես այնուամենայնիվ դեռ հույս ունեմ դրա համար։ Ես էլ չեմ խոսում Ռուսաստանի գովքն անելը, հա, որ մեր մոտ համարվում է նորմալ բան։ Շատ ուղիղ ձևով մեզ ասում են, որ մեր պետությունը պետք է շարունակի գտնվել Ռուսաստանի սապոգի տակ։ Ու մարդիկ այդ օրակարգով եկել են ընտրության։ Մեր օրենքը պարզվում է բավարար չէ կամ իրավակիրառական պրակտիկան այդ աստիճանի հղկված չէ, որպեսզի նման բան ընդհանրապես թույլ չտրվի։ Արդյունքում մենք ինչ ունենք։ Մենք խոսում ենք սուվերենության մասին։ Սուվերենությունն այո, իշխանությունն էլ պետք է լինի սուվերեն, բայց եւ ընդդիմությունը պետք է լինի սուվերեն։ Մեր մոտ ընդդիմությունը, ես ձեզ ասել եմ, մեր մոտ ընդդիմությունը Պուտինն է։ Տարբեր բերաններով, այսպես արտահայտված անուն ազգանունն էլ կարևոր չէ այդ բերանի։ Ու Պուտինն էլ պարզ ասում է, չէ, մեր մոտ պրառասիստի տղեր կան, իրանք պետք է զբաղվեն ձեր ներքին քաղաքականությամբ։ Իհարկե վարչապետն էլ առարկում է, թե նրանք ռուսական քաղաքացիություն ունեն, բայց առանց ռուսական քաղաքացիության ոնց որ թե կարելի է, էլի։ Բայց չի կարելի։ Պարոն Մեհրաբյան, հետաքրքիր բան է։ Դրանք դարձել են Պուտինի գրկի բալալայկան եւ ծնկծնգում են ամեն անկյունին ու որում դրանից ոչինչ չի հետևում։ Մինչդեռ տեսեք նույն եվրոպական երկրներում ինչա տեղի ունենում դրանց հետ։ Մտցնում են ծակը, չէ՞։ Բացի դրանից զրկում են վիզաներից։ Նրանք ոչ թե գնում են Եվրամիություն ծննդաբերելու իրենց հարցներին են ուղարկում, հա, այլ միակ առանց վիզայի տեղը, որ կարող են գնալ, դա Մագադանն է, հասկանում եք։ Եվ նրանք ոչ թե պետքա եվրոպական մեքենա քշեն, այլ բուտկա Մոսկվիչ։ Ոչ թե պետքա եվրոպական բրենդային կոստյումներ եւ այլ զգեստներ հագնեն, այլ կալոշ, վատնիկ եւ այլ։ Բայց Եվրամիության Բայց իրանք ուզում են, չէ, իրանք այդ իրանց համար դա լինի հասանելի, բայց Մագադանի հույսին հայ ժողովուրդը մնա ու դա համարում են հայրենասիրություն, չէ, ինքնություն, ասես բաներ է խոսում։ Բայց հիմա նույն ընդդիմադիր ուժերը, պարոն Մեհրաբյան, նաև խոսում են Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու, օրինակ Հայաստան դաշինքը խոստանում է վիզային ռեժիմը ազատականացնել։ Ինչպես հասկանալ նաև այս խոսակցությունները եւ այս խոստումները։ Դե գիտեք ինչ, իհարկե երեսպաշտությունն էլ սահմաններ չի ճանաչում։ Գույք պարտքի դիմացով ամեն ինչը ռուսներին նվիրածը խոսում է Եվրամիությունից, բնական է։ Պուտինի հետ քիմիայից խոսացողը խոսում է վիզաներից, ոչ մի վիզա։ Այո, հայ ժողովրդին լինելու է ոչ մի վիզա, վիզան պետք է, չէ, վիզան էլ չէ, նույնիսկ վիզա էլ քեզ չպետք է տրվի։ Քո տեղը Մագադանն այլ ոչ թե Հունաստանի ծովերը։ Ու քանի որ նախընտրական շրջանը քիմիայի համար։ Այո, որովհետև հանցագործների ռուս ֆաշիստների հետ քիմիա ունենալը, այո, պետք է լինի հանցակազմ։ Հասկանում եք։ Եվրամիության համարվում է դա նորմալ։ Իսկ Եվրամիության քաղաքացիական նոր առաքելությունը, պարոն Մեհրաբյան, ասես ինչ կարող է փոխել այս իրավիճակում եւ նաեւ քանի որ նույն ընդդիմադիր ուժերը, որոնք մի կողմից խոսում են Եվրամիության հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, մյուս կողմից թիրախավորել են այս առաքելությանը եւ ասում են, որ սա արտաքին միջամտություն է, ինչպես դրա համար նրանք պետք է զրկվեն Եվրամիություն այցելելու իրավունքից։ Այո, Հայաստանը պետք է բանակցի Եվրամիության հետ Հայաստան-Եվրամիություն կապերին խոչընդոտող շրջանակները, որոնք նաև կոռուպցիա են խրախուսում եւ խաթարում են ժողովրդավարությունը, նրանք պետք է հայտնվեն պատժամիջոցների տակ։
Հասկանում եք։ Դա պետք է նախաձեռնի Հայաստանի իշխանությունը։ Մոլդովան արեց այդ նույն բանը։ Եվ այդ շրջանակը ներկայումս թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների պատժամիջոցների ներքո է։ Իսկ մեր մոտ շուտ Պուտինի գրկի բալալայկաները այսօր եվրոպական ժողովրդական կուսակցությանն են անդամակցում։ Սա ձեռառնելիք է, հասկանում եք։ Սա այլանդակություն է սա։ Ու հիմա էլ գնացել լծվել են այդ ուժեղ Հայաստանում։ Հա, բայց Եվրամիություն։ Ո՞ւմ է խափում։ Պարոն Մեհրաբյան, քիչ չեն խոսակցությունները նաև հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու իմաստով նույն բոլոր ուժերը խոսում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է նաև իրենց համար խաղաղությունը առաջնահերթություն է իրենց համար լավ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, այո։ Էլ ինչ կար, երաշխավորված խաղաղություն։ Չէ, եւս մեկ երաշխավորով արժանապատիվ եւ այլն։ Նախ եւ առաջ պետք է լինի խաղաղություն, հետո նոր ինչ ածական ուզում եք կպցրեք, կսազի, բայց եթե դուք տանում եք գործունեություն, ընդ որում հաստատապես մեր շահերին դեմ, որտեղ այդ խաղաղությունը չի լինի, էլ որևէ ածական այդ խաղաղություն չի դարձնելու, եւ սա եւս բավականին ցինիկ մանիպուլյացիա է, ուղղված նրան, որ Հայաստանին դուրս բերեն այս գործընթացից եւ դնեն ռուսների անլվա սապոգի տակ։ Ինչ հույսով։ Գուբերնատոր էլ չեն լինելու, գուբերնատորը ռուս է լինելու։ Իրանք կարող են լինել, ասենք, ռուսական տիրապետության ներքո, ասենք, թե բուֆետչիկ, ինչ որ sense մանր-մուներ էլի։ Բայց որոշակի արտոնություններով մի դեգեներատ երգիչ կար, այն Ռուբեն Հախվերդյանի հետ որ խոսում ենք, ինքը հիշեց, որ մի հատ Ռուսաստանի ռեստորաններից մեկում մի հատ երգ էր երգում Պուտին դալ պրախոդ, այդ սա նույն դեգեներատիվ մտածողության արգասիք է այս ամեն ինչը, ուղղակի բեկված քաղաքականության մեջ, էլի։ Իսկ նաև այդ մտածողության արդյունք է, պարոն Մեհրաբյան, երբ որ այսպես պարտադրվում է կամ մանիպուլացվում է որոշակիորեն, որ կամ Ռուսաստան կամ Թուրքիա, գիտեք ինչքան շատ է այդ մանիպուլատիվ թեզը։ Կեղծ երկընտրանք է, չկա նման բան եւ չի կարող լինել նման բան։ Երկընտրանքը հետեւյալն է. մենք պետք է ապրենք մեր հարևանների կողքին, մեր հարևանների հետ։ Ոստեղ կա տարբերակ, մենք ապրում ենք միայնակ, մենք ապրում ենք Ռուսաստանի ոտի տակ ու մենք ապրում ենք Եվրամիության հետ ինտեգրված։ Այս երեք տարբերակներից որ տարբերակում է Հայաստանը առավել շահեկան դիրքերում։ Ընդհանրապես եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Բնականաբար վերջին տարբերակով։ Եվ ով խոսում է դրա դեմ, խոսում է հոգուտ նրա, որ Հայաստանը վերածվի ուղղակի մի ռեզերվացիայի ռուսական տիրապետության ներքո։ Իդեպ մեդիան էլ է ակտիվ այդ իմաստով։ Ինչ մեդիա։ Որոշ լրատվամիջոցներ այնուամենայնիվ պարբերաբար լրատվամիջոցները, այո։ Իսկ որոշ տականքներ էլ նույնիսկ ուրախ առաջին այն տողերով ասենք հերարցակում են ապրիլի 24-ին իբր նվիրված մի ինչ-որ խաժամուժի հավաք Մոսկվայում, որտեղ ուղակի կոչեր են հնչում Հայաստանի ղեկավարությանը սպանելու։ Կրկնում եմ, սպանելու ուղիղ կոչեր։ Հրապարակային։ Ընդ որում որ հավաքը նկատի ունեք, պարոն Մեհրաբյան։ Մի հատ խաժամուժի հավաք իբր ապրիլի 24-ին նվիրված, որ այն միլոսներով հավաքվել էին,
ռուս ֆաշիստ Միգրանյանով եւ այլ, որոնք հենց նույն այդ ռուս ֆաշիստ Միգրանյան դարձած Անդրանիկ Միհրանյանը ուղղակի կոչեր անում ուղղակի լիկվիդացնել Հայաստանի ղեկավարին վկայակոչելով Ռաֆու Սամվել վեպը, հա։ Ինչ էր ասում էր, ինչ լավ գիրք ա գրել, թե ոնց է Սամվելը սպանել դավաճան հորը եւ ուրացող մորը եւ Հայաստանի ղեկավարը մարմնավորում է այդ երկուսին, Սամվել է պետք, Սամվել, հասկանում եք։ Այո։ Ինչ խորհրդանշական է։ Հա։ Հիմա այս ամենի հետ կապված Հայաստանի իշխանությունների կաշկանդվածությունը, հա, որ անվանել թերմացքին թերմացք, ընդ որում պաշտոնապես ու այս դեսպանին էլ կանչել մի հատ գլխին կասկա հագցնելով, գլխին խփելով մի հատ բողոքի նոտան դնել ձեռը ու ասել հիմա Ռուսաստանի այս 10 հարկ դարմայեդներին, որ հավաքել եք ստեղ իբր դեսպանություն եք ու բոլորը մենք գիտենք ինչով են զբաղված, օպերներով, հա, կրճատվում է 10 անգամ, 5 հոգով մնաք, այն կողքի թերթի բուտկեն էլ ձեզ բավական է։ Նման դեմարշներ, հա, այսօր ի վիճակի չէ իշխանությունը, բայց խնդիրը պետք է դնի եւ այո մեր կուսակցությունը այո խնդիր է դնում Ռուսաստանի ներկայությունը էականորեն կրճատելու ռուսական թշնամական գործունեության հնարավորությունները կրճատելու Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը սկզբունքորեն լիկվիդացնելու, այո, ռազմավարություն, որպեսզի մեզ հետ ուղղակի այլևս չհամարձակվեն այդ տոնով խոսել։ Այսօր, որովհետև մենք խոսում ենք հիբրիդային պատերազմից, հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ առանցքային բառը պատերազմն է։ Հիբրիդայինը դա ձևն է։ Պատերազմ վարում են թշնամիները։ Վերջ։ Հետևապես պետության արձագանքը պետք է բխի այդ տրամաբանությունից, իսկ պատերազմին պետք է դիմագրավել, այլ ոչ թե բալանսավորել։ Հասկանում եք։ Այս սխալ ազդակները մեզ շեղում են պրոբլեմի դիագնոստիկայից եւ պրոբլեմին համարժեք դիմագրավելու գործունեությունից։ Եվ թյուրիմացության մեջ են պահում թե պետական ապարատը, թե հասարակությունը։ Այո, մենք գործ ունենք թշնամիների հետ, թշնամական գործունեության հետ, որոնք այո նաև վարձել են հայերից, հայաստանցիներից մի փոքր խումբ տականքների, որոնք այսօր զբաղված են ուղղակի տեղեկատվական եւ ապատեղեկատվական դիվերսիաներով ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Պարոն Մերհաբյան, պարզապես նշեմ, որ որոշ լրատվամիջոցներ առավոտից գրում են, օրինակ, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի արդյունքում իբրև թե Լոռու մարզի Ջիլիզա գյուղը հանձնելու մասին, որոշները գրում են, որ Ալիևը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին օգնել նախընտրական շրջանում եւ գերիներն են վերադառնալու, այնինչ բարբերաբար հերկվում է այդ։ Դարվում է նման հնարավորությունն էլ խափանելու համար։ Այո, լավ են անում։ Դուք բալանսավորում եք, սրանք էլ բալանսի են մի մասն են, դուք եք ասել։ Այո, այսօր Ռուսաստանի շահերից բխող գործունեությունը Հայաստանում պետք է կրիմինալիզացվի եւ պետք է ուղղակի կասեցվի, որովհետեւ դա է պահանջում Հայաստանի շահը, ընդ որում սպառնալիքը այսօր գոյաբանական մակարդակի է։ Ես հիշում եմ իմ խոսակցությունը մեր մոլդովացի գործընկերներից մեկի հետ, ինչ էր ասում, ասում էր, որ մեր 24 թվականի սխալները չկրկնեք, ասում եմ, ինչ սխալ, ասում եմ, երբեք չթերագնահատեք ռուսներին, նրանք մի ֆանտաստիկ հնարամտություն կդրսևորեն, որպեսզի մի այնպիսի ստորություն անեն, որը ձեր մտքով անգամ չի անցնի։
Իսկ հիմա միտում տեսնում եք Իսկ մենք տեսնում ենք, ասում են, ես իմ հաց ենք կերել, չգիտեմ, մենք հեսա տեսեք ինչեր ենք անելու, մենք չենք պատրաստվում թշնամություն անելի, կաներեք մեր պատրաստվել չպատրաստվելով չի պայմանավորված նրանք թշնամություն կանեն, թե ոչ։ Հիմա ասում են, բա ինչ ուզում եք Ուկրաինա դառնանք, մենք չենք ուզում Բելարուս դառնանք, հասկանում եք։ Իսկ մնաց Բելարուս չդառնալը, ուրեմն սենց է, կամ Բելարուս, իսկ մնացած տարբերակները դրանք Ուկրաինայի տարբեր դրսևորումներն են։ Ուղղակի մեր բախտն էլ բերել է, որ մենք սահման չունենք իրենց հետ։ Այո, մենք տեսնում ենք այսօր նույնիսկ Ադրբեջանն է Ուկրաինայի հետ համագործակցում հնարավոր վտանգներին դիմագրավելու համար հաշվի առնելով արդեն ժամանակակից պատերազմների փորձը։ Այո, Հայաստանը եւս զինվում է, մենք դեռ եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանի զինված ուժերի այդ նվաճումները, հա, ձեռք բերածը, այս նոր տեխնիկան, այդ ամենը հրապարակում կդրվի եւ հարկատուներին, քաղաքացիներին, ում հարկերով էլ այդ ամենը ձեռք է բերվել, ոնց որ սա զեկույց է, հա, բայց մենք շատ գործ ունենք անելու եւ մենք նաեւ այո համապատասխան գործընկերների կարիք էլ ունենք այս ամենին դիմագրավելու համար։ Իհարկե այն որ Հայաստանը հրավիրեց երկրորդ եվրոպական առաքելությունը ի պատիվ կառավարության պետք է մի հատ ֆիքսենք թե ինչի համար։ Նախ եւ առաջ դիագնոզը ճիշտ էր, որ մեր դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։ Երկրորդ կետով այն որ այդ հիբրիդային պատերազմն ուղղված է մեր ինստիտուտներին եւ որ մեր կարողությունները այդ մասշտաբի եւ այդ ուժգնության հիբրիդային հարձակումներին այո կարող է եւ չդիմանալ։ Եվ երրորդը այն որ Հայաստանը դիմակայունության բարձրացման անհրաժեշտություն ունի։ Հա, ինստիտուցիոնալ դիմակայունության։ Եվ դրա համար այո անհրաժեշտ է մեր համագործակցությունը Եվրամիության հետ։ Եվ սկզբից կարճաժամկետ, իսկ հետո արդեն երկարաժամկետ, ավելի այսպես ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատվեց Եվրամիության հետ նաև այդ ուղղությամբ։ Այս ամենը պետք է խորացվի, բայց դրա հետ մեկտեղ էլ Եվրամիությունը կարող է մեզ օգնել, բայց այն դեպքում, երբ որ մենք ինքներս օգնում ենք մեզ, հարց եմ տալի օգնում ենք։ Իսկ չենք օգնում։ Ես այնպես ենք օգնում, որ այդքան էլ չօգնենք։ Մի անգամ ձեզ էի ասել, չէ՞, ոնց որ մեր պետությունը նման է մի երեխայի, որի փորը ճիճու է ընկել, բայց մենք ուզում ենք այդ ճիճվա թափությունն անենք այնց, բայց որ ճիճուն մնա։ Ու անունը դնում ենք բալանսավորված։ Այդպես չի լինում, հասկանում եք, եկեք այդ երեխան չտանջենք։ Մեկ երկրորդն էլ ինքներս մեզ չխաբենք։ Չի կարելի։ Հետևաբար մենք պետք է համարժեք լինենք սպառնալիքին եւ նաեւ արդյունքին միտված քաղաքականություն տանենք, այլ ոչ թե միայն ասենք դիվերսիֆիկացիա, դա էլ երբ կլինի, այն սովետի ժամանակ էլ տենց կոմունիզմ էին կառուցում։ Տենց ես իմ երբ չինական զատկին մինչև կհասնեն։ Եվ տենց չի, մենք հասարակական ռեսուրսը, քաղաքական ռեսուրսը, այո տնտեսական ռեսուրսը, դրանք լիմիտավորված ռեսուրսներ են, անվերջ չեն, եւ ժամանակային ռեսուրսը։ Մենք այն հնարավորությունները, որոնք այն բաց պատուհանները, որոնք ունենք հիմա, կարող է վաղը չունենանք։ Պարոն Մեհրաբյան, իսկ հիբրիդային պատերազմի մաս է այն, որ պարբերաբար սկսել են կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը, դեռևս չկայացած ընտրություններն են կասկածի տակ դնում, հետընտրական խժդժությունների մասին են խոսում։ Երրորդ նախագահն ասում էր, որ իրեն դուրս է դրել ընտրական process-ներից հենց այդ պատճառով, որովհետև ինքը չի վստահում այս ընտրությունների լեգիտիմության։ Այո, սա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է, բայց ոչ միակը։ Դրանցից նաև էս
ռուսական պաշտոնյաների հայտարարություններն են, դրանք նաև այս դիվերսիոն գործունեությունն է, որը տանում են ռուսական ագենտները Հայաստանում եւ ռուսական առնվազն ազդեցության ագենտները։ Այո, այս ամենը տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Նաև այն տնտեսական ճնշումները, որը Ռուսաստանը գործածում է եւ գործածելու է, մինչդեռ մեր պետությունը, այո, պետք է վերակողմնորոշեր բիզնեսին, շաբաթը մեկ բիզնեսմեններին պետք է հավաքվեր եւ նրանց պարզաբանվեր, որն է մեր քաղաքականությունը եւ իրենց բիզնեսների կախվածությունը Ռուսաստանից, որ խնդրեմ է ստեղծում մեզ համար։ Պետությունը նաև ծրագիր ունենար օժանդակելու նրանց, բերելու իրենց, եթե արտադրում են իրենց արտադրանքը եվրոպական ստանդարտների, լինի դա գյուղատնտեսական թե արդյունաբերական եւ այլն։ Այս ամենը պլանային աշխատանք է պահանջում, հետևողական աշխատանք, բայց այդ աշխատանքի հիմքում պետք է լինի համապատասխան քաղաքական որոշումը։ Բայց մենք որոշել ենք, որ մենք պետք է ամրապնդենք մեր սուվերենությունը, բայց շարունակենք բարեկամությունը Ռուսաստանի հետ։ Ուզում եմ հիասթափեցնել։ Իհարկե դա շատ հիանալի ցանկություն է։ Եվ ով նման բան չի ցանկանում, թող առաջինն ինձ վրա քար նետի։ Բայց հնարավոր է դա։ Մեր ցանկացած քայլ սուվերենության ամրապնդման ուղղությամբ դա վիրավորանք է ռուսական կայսերական գիտակցության համար։ Որովհետև Հայաստան պետություն ռուսական կայսերական գիտակցության մեջ ոչ միայն գոյություն չունի, այլև չպետք է գոյություն ունենա, չի կարող գոյություն ունենա, դա վիրավորանք է ուղղակի իրենց համար։ Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք, մենք չենք կարող իրենց գլխի այդ հիվանդ պարունակությունը փոխել, եւ մենք այս իրողությունից պետք է ելնենք։ Եվ սա այս իրողությունը մեզ չպետք է շեղի մեր շահերը հետապնդելու մեր ուղուց։ Հա, վարչապետն ասում է, այո, մենք չենք ուզում թշնամանալ, բայց մենք մեր շահերից էլ հետ չենք կանգնի։ Այդ ամեն ինչը, այո, ես նույնիսկ այդ հայտարարությունները հակված եմ դիտարկել որպես քաղաքական փաթեթավորում, այլ ոչ թե որպես, ասենք, օրինակ, քաղաքագետի կամ փորձագետի, ասենք, կողմից առաջ քաշած թեզ, հա։ Բայց մյուս կողմից էլ անհրաժեշտ ազդակներ են պետք։ Իսկ դրա համար էլ մենք ձեզ հետ միասին բազմիցս ենք տարիներով խոսել ենք, որ մեզ պետք է համապատասխան ռազմավարական հաղորդակցություն։ Նոր ինչ-որ մի սաղմնային ինչ-որ բան ենք ստեղծել եւ դրել ենք շարժման մեջ։ Բայց սա չի լինում։ Բողոքում եք սուտ խոսալուց դեզինֆորմացիայից, հա, Չերչիլն էլ էր ասում, չէ՞, մինչ ճշմարտությունը կհասցնի իր շալվարը հագնել, սուտը արդեն մեկ շրջան կանի աշխարհի շուրջը։ Ու խնդիրը հիմա թվում է, այո, շատ բարդ է նենց անել, որ այդ ստի տարածման արագությանը չզիջել։ Բայց դա իրագործելի է, էլի, համակարգային առումով սկզբունքորեն, դրա ձևն էլ կա, դա ռազմավարական հաղորդակցությունն է։ Մարդ ուղարկեք, մարդ պատրաստեք, որպեսզի այս ոլորտն էլ դատական ռեֆորմի նման ոտներին չգցեն։ Ու ամեն թթվի քարի չբերեն, դնեն փչացնի գործը, հետո էլ ամբողջ մեղքը մնա կառավարության խղճին կառավարության վրա, հետո էլ ասեն, դա մեր մոտ չստացվեց այդ, ոնց թե չստացվեց։ Սա հնարավորությունները կային, ի՞նչն էր խանգարում։ Այո, թթվի քարերը։
Պարոն Մեհրաբյան, մեկ բան էլ կա, որի մասին կուզենամ խոսենք, ապրիլի 25-ին նշվեց քաղաքացու օրը եւ նաեւ օրվա ավարտին համերգ էր կազմակերպվել Հանրապետության հրապարակում եւ մենք տեսանք, թե ամենատարբեր ուժեր, ընդ որում նույն ուժեղները ինչպես թիրախավորեցին քաղաքացուն, թիրախում քաղաքացին էր, որին անվանարկեցին թուրք, ազերի, Ռոբերտ Քոչարյանը օրերս թոշակի բարձրացման վերաբերյալ ասում էր, որ դա թուլափայ է եւ իրենք գալով ավելին են անելու։ Մոտեցումը Այն 200 միլիոնի այն վարույթի տակ գտնվող իր գումարների հաշվին ինչու չի փոխվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ իրենց մոտեցումը, այսինքն նույն քաղաքացիության իրենք քվե վերցնելու, չէ՞ քվե ուզելու։ Գործ ունենք միզանտրոպների հետ, հա, մարդատյաց մարդկանց, էլի։ Հասկանում եք, որ ասում են ինչա, գիտեք, ինձ հաճույք է պատճառում, հա, գնալ իր։ Խոստովանություն է։ Դա կենսափիլիսոփայություն է, դա անփոփոխելի է մեծ հաշվով։ Եվ զարմանալ պետք չի, որ այստեղ հարց էլ չպետք է լինի ինչու չի փոխվում, դե որովհետև չի փոխվում։ Ուշ է փոխվելու համար։ Նման սենց ասեմ, կենսափիլիսոփայությունը չի փոխվում։ Իսկ իրենց հակասությունները կրկին երրորդ եւ երկրորդ նախագահների դրանք դրեք մի կողմ։ Դա անլուրջ խոսակցություն է, ուղղակի նույնիսկ քննարկման արժանի չի, որովհետև նրանց բոլոր թելերը տանում են մի տեղ, եւ այդ տեղում կորոշեն, որ իրենք պետք է հակասություն ունենան, իրենք կունենան հակասություն։ Կորոշեն, որ իրենք պետք է լռեն եւ գործեն մեկ հումնում։ Նրանք կլռեն եւ կգործեն մեկ հունում եւ կգնան մեկ հունով։ Իրենք չեն որոշում, իրենք սոված են թե քուններն է տանում, որոշողն է որոշում։ Խիմիակա բանկը էլի։ Եվ օրեր հետո Հայաստանում գիտեք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է լինելու, շուրջ 30 տասնյակ երկրների ներկայացուցիչներ են Երևանում լինելու։ Այստեղ էլ կրկին ընդդիմության մտահոգությունը եւ անհանգստությունն այն է, որ այստեղից կարող են հակառուս հայտարարություններ հնչել եւ այսպես ասած հայ-ռուսական հարաբերությունները վտանգի տակ դնել կամ որոշակիորեն գրգռել Ռուսաստանին։ Ինչ է նշանակում հակառուս։ Ինչ պիտի ասեն, Ռուսաստանն ագրեսիա է գործում Ուկրաինայի դեմ, կասեն։ Դա հակառուս է, բայց դա փաստի արձանագրում է։ Հիմա մենք ես եւ դուք ստեղ նստած հակառուսական ագիտացիայով ենք զբաղված իրենց տերմինաբանությամբ, բայց մենք զբաղված ենք փաստերի արձանագրմամբ եւ գնահատականներով, չէ՞։ Ինչ ուզում են թող ասեն։ Ինչ է տալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանին։ Եթե նոր էջ է բացում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, դա դարձնում է ավելի եվրոպական Հայաստանին, իսկ Եվրոպային ավելի հայկական։ Որովհետև Եվրոպան առանց մեզ թերի է։ Բայց Եվրոպայի համար մենք յուրային ենք այնքան, քանի մենք ենք համարում Եվրոպան մերը։ Իսկ մենք համարում ենք Եվրոպան մեր, ընդ որում այսօր չէ, 3 չէ, այլ 301 թվականից։ Այսինքն դա այն խոսակցությունները, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, դե այդ սերիայից է, էլի։ Եվրոպայում մեզ չեն սպասում։ Դե ցավակցում, այո, ձեզ չեն սպասում։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, կհանդիպենք։